Սամվել Կարապետյանի առաջարկին, ընդդիմադիր ուժերի արձագանքին, այսօր էլ չգիտեմ, ծանոթացեք կոնգրես Ես երեք գիշեր եմ ծանոթացել, ուրեմն բոլոր առաջարկներն էլ շատ պոզիտիվ ու ռացիոնալ են, միանգամից ասեմ, Սամվել իհարկե ասենց ասենք, շատ անկեղծ կոնգրեսի ընկերներին էլ արժևորելով, առանց իմ ասելու էլ իրեն գիտեմ, որ իրենց արժևորում են, բայց հիմնական բեռը ու պարտականությունը դրված է Սամվել Կարապետյանի վրա այս հարցում, որովհետև քվեարկություն ա եղել, մարդիկ իրան են հանձնարարել ընդդիմության առաջնորդ լինելու մանդատ։ Այդ հոենսնես բան չի։ Հետևաբար ինձ շատ հետաքրքիր կլինի Սամվել Կարապետյանի առաջարկած կոնսոլիդացիայի բովանդակությունը մեթոդոլոգիան հասկանալ, որտեղ ռեսուրսների իմաստով էլ կառավարելի ռեսուրսների է տիրապետում եւ նաեւ մարկային էլի, այստեղ մենակ ֆինանսի մասին։ Այսինքն սպասել իր խոսքը ասեց, հիմա իրանք ես գիտեմ, տեղյակ եմ, կոնսուլտացիաներ են նախաձեռնել, բոլորի հետ էլ հանդիպում են, բայց հակի առաջարկներն էլ շատ լավն են ու ես կոչ եմ անում, որ բանակցողները բոլորը հետ վերցնեն։ Մենք կոնկրետ հանրային համերաշխության մոդելից դերևս քարոզարշավի ժամանակ ենք խոսել, այսինքն ԲՀԿ ընտրաթիմը։ Սա շատ կարևոր է, գիտեք ինչ լինի, շատ կարևոր է եւ կոնսոլիդացիան ձևավորել, եւ այնքան իրատեսական դա ձևավորել, որ այն անցած տարիների սխալները չլինեն, որ մի հատ բան ենք ձևավորում, ասես մեծ նշաձող ենք սահմանում, սպասելիքների, հետո բնականաբար հիասթափություններ գալի։ Տեսեք, ավելավ հասարակությանը շատ շիտակ, ոնց որ օրինակ ես եմ անում, կներեք ինքնագոհության համար, ասել որ 1.5 տարվա ընթացքի հարց ասա, վարդ հարցա։ Մի հարվածով չլուծվող հարցա, պիտի սենց համբերատար գնանք մաշեստելու։ Իմ կարծիքով ընդդիմության առաջնորդները դա գիտակցել են։ Որտեղ ես Սամվել Կարապետյանի ինքը արդեն հայտարարեց, որ գձերբակալի 3-ին։ Գիտեք ինքը թո փորձի ձերբակալել, մենք էլ պիտի փորձենք դիմադրել, այսինքն սա բան է, ներվերի խաղ է գնում։ Բա ինքը ուզում է ամբողջը կլանի, դու էլ պիտի պատրաստ լինես, որ ձերբակալվում ես, հետո քո թիմը ինչ անում։ Ով ասես, որ ինքը պիտի հանգիստ տեսեք։ Ես լսել եմ Սամվել Կարապետյանի բրիֆինգը, լսել եմ Ռոբերտ Քոչյանի այդ ասուլիսը, շփվում եմ Գագիկ Ծառուկյանի հետ, իմ մոտ կան այդ ընկալում, որ ընդդիմության բոլոր լիդերներն էլ պատկերացնում են, որ սա մի հարվածանի բան չի, հասկանում են հնարավոր զրկանքները, որոնց կարող է ենթարկվել, այս ամեն ինչը հասկանալի է։ Հիմա շատ վատեր են ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանը ասում էր պլան B չունենք։ Բարեբախտաբար էլ հիմա այդպես բան չի ասում։ Այսինքն եկել է մի հատ իրավիճակ, ամենակարևոր բանը ընդդիմություն, իմ բոլոր գործընկերներին եմ ասում, մի վախեցեք մեր սխալների մասին բարձրաձայնելուց։ Նաև Նիկոլի արած հանցագործությունների այն այլանդակությունը դրա մասին չեք խոսում։ Դրա մասին խոսում եք խոսում ու գրեթե չեք խոսում։ Բայց մի բան ասեմ, չէ, ինձ չեք կարող մեղադրել, ես շատ եմ խոսում։ Ինչի մասնախոս։ Բայց Այս որ հասարակության հետ շատ ակտիվ խոստովանում ենք, նաև մեր սխալները ավելի արժեքավոր է մեր խոսքը դառնում։ Անսխալական չենք, հա։ Բա իհարկե ներողություն, որ 97-ին չենք կարողացել փոխել։ Որտեւ այդ ենք խոստացել հասարակությանը։ Բայց գոնե լավն է նա, որ հետ չենք կանգնում, չէ՞, պայքարից, ասում ենք, որ գնալու ենք ու մի բան էս ընտրություններից հետո ինձ դուր է գալի 2021-ի համեմատությամբ։ Բանա 2021-ին սենց մի անգամից ընտրությունից հետո ապաթիա մտավ, նենց ընտրության հաջորդ օրը ոնց որ ընտրություն չէր եղել, սենց խաղաղ վիճակ եղավ էլի։ Այն ժամանակ այնուամենայնիվ եկեք ցավով արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության խնդիր չունեցավ 21-ին։ Հիմա այդպես չի։ Հիմա եթե նույնիսկ մենք հանգստանանք, մեկը գազազած իրան պատե-պատա տալի։ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը։ Այնքը մեկը իրան պատե-պատա, այսինքն ինքը տունը չի։ Ինքը զգում է, որ ինքը չի հաղթել։ Սրանից լավ խոստովանություն, որ process-ը առաջ դա չկա։ Հա, բայց կարող է մենակ մնա սարջուր խմի, սարջուր լցնեն, հանգստանան, այնպես որ մենակ մնա, եկեք սենց ասեմ, ընդդիմությունը արխային չպիտի գնի, այդ էլիտարիզմը մի քիչ պիտի թարգի։ Ուրեմն լիդերները ժողովրդի համար են, ոչ թե հակառակը։ Շնորհակալություն։